Կա ռոմանտիզմը ոչ միտեղ չի կորել, ֆուտբոլիստները չեն կորել, որոնք հարցեր են լուծում։ Մենք ապրում ենք այն դարում, որտեղ տեսնում ենք լավագույն ֆուտբոլիստներից մի քանիսին, որոնք իսկապես հարց են լուծում դաշտում։ Մենք ուրիշ բան ենք կորցրել։ Ֆուտբոլը դարձել է բիզնես, այդ ամենավատը։ Ուր է կորել աշխարհի առաջնությունը, ես տենց հարց կդնեի, որովհետև 48 թիմ աշխարհի առաջնությունում դա նոնսենս է։ Բիզնեսը ամեն օր ոչնչացնում է ֆուտբոլը, այստեղ է ռոմանտիկան կորել։ Փոփոխությունները կանոններում հետաքրքիր են, որոնք արագացնում են խաղը, թիմերի քանակը շատ են, ակումբային ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, ու շատ ժամանակ դու նայում ես այս խաղերը ու հասկանում ես, որ նույն օրինակի համար Բարսան, այս Արգենտինայի թիմի, որակը անգելա ընդհանուր հավաքականների ու տենց մեծ հաճույքով չես նայում։ Հենրիխ Մխիթարյանի գոլը հիշում ենք, չէ՞, որ ոտի բութմատով են օֆսայդը հաշվել։ Աբսուրդ է, էլի, դա էլ աբսուրդ։ Ես ընդամենը երկրպագու եմ։ Խանգարում է ինձ վառը այսօր, շատ է խանգարում։ Չես հասկանում գոլը խփել են թե չեն խփել։ Մի ժամ նստած ասում ես կուրկ պետք չի ման գալ, դա ճիշտ չէ։ Բայց եթե օրինակ եք ման գալիս, դուք այդ օրինակ ունեք ձեր երկրում։ Դա Հենրիխ Մխիթարյանն է։ Նայեք իրեն։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է լրագրող Սերոբ Օհանյանը, խոսելու ենք ֆուտբոլի մասին։ Սերոբ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Իհարկե, աշխարհի առաջնությունն է հիմա ընթացքի մեջ։ Ուր է կորել ռոմանտիզմը, Սերոբ։ Մեր ավագ սերնդի, մեր ծնողները, ավագ սերնդի ֆուտբոլասերները շատ են խոսում դրա մասին, որ նախկինում 20-րդ դարի միջնամասում երևի մինչև 90-ական թվականներ, բայց ոչ վերջի 2 տասնամյակներ, արդեն 21-րդ դարում այդ ռոմանտիզմը չկա, այն ժամանակ կային դեմքեր, կային տաղանդներ, կային խաղադաշտում որոշող մարդիկ, նույնիսկ առաջնությունում մեծ գործոն բերող իրենց հավաքականներին մարդիկ, դե անունները չթվարկեմ։ Բայց այդ ռոմանտիզմը մեր ավագ սերնդի ֆուտբոլասերը այժմ չի տեսնում, ուր է կորել։ 20 տարի հետո նույնը ասելու են մեր մասին, կասենք, մենք ենք ասելու տեսեք եւ այլն, չկա տես բան, կա ռոմանտիզմը ոչ միտեղ չի կորել, ֆուտբոլիստները չեն կորել, որոնք հարցեր են լուծում, մենք ապրում ենք այն դարում, որտեղ տեսնում ենք լավագույն ֆուտբոլիստներից մի քանիսին, որոնք իսկապես հարց են լուծում դաշտում։ Այսօր ենք գոլեգաներից հետ խոսում նրա մասին, որ օրինակի համար կա Ռոնալդոն, որը ատլետ է, որը սպորտսմենի օրինակ է։ Ցանկացած մարդ, ով որ սպորտով զբաղվում է, պիտի օրինակ վերցնի Ռոնալդոից, որը այդտենց տաղանդ չունի, բայց իր աշխատասիրության հաշվին, իր մոտեցումը սպորտին հասրեց իրան ամենաբարձր գագաթնակետերին, չէ։ Մեսին դա հանճար է։ Հատ շատ հետաքրքիր բան կա, ասում են, ով է աշխարհի, չէ, ասում են Ռոնալդոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ասում են, բա Մեսին, դե Մեսին այլ մոլորակային է։ Մեսին հանճար է։ Իրան ամեն ինչ Աստվածը տվել է, որ ինքը այդ ամեն իր աշխատասիրության հաշվին պահում է այդ մակարդակը, որտեվ եթե խոսենք անթերի ֆուտբոլիստի մասին, դա Ռոնալդինյոն էր իմ համար կոնկրետ։ Բացարձակ թերություն չունեցող, թույլ տեղ չունեցող ֆուտբոլիստ էր, բայց այդ աշխատասիրությունը չուներ ոնց որ այս երկուսը։ Դրա համար իր այդ բոցը մենք շատ կարճ ժամանակ տևեց, ընդամենը մի քանի տարի, ոչ թե 6 առաջնություն աշխարհի տա 24 տարի է մենք տեսնում ենք ոնց են խաղում այս երկու ֆուտբոլիստները, այո։ Հիմա էլի ֆուտբոլիստներ կան, որոնք հարց են լուծում դաշտում։ Մենք ուրիշ բան ենք կորցրել։ Ֆուտբոլը դարձել է բիզնես, այդ ամենավատը։ Ուր է կորել աշխարհի առաջնությունը, ես տենց հարց կդնեի, որովհետև 48 թիմ աշխարհի առաջնությունում դա նոնսենս է։ Դա աշխարհի առաջնության մակարդակը գցելն է, անհետաքրքիր առաջնությունը։ Ես չեմ նայում խաղերը հիմա։ Մի աչքով, կես աչքով, highlights-ն եմ նայում, որտեվ հետաքրքիր չի։ 32-ն էր արդեն too much։ 24 թիմանոց աշխարհի առաջնությունը, եսի նկատի ունեմ եզրափակիչ փուլը, իդեալական էր իմ կարծիքով, որտեղ խաղում են իսկապես աշխարհի լավագույն թիմերը, ովքեր կարողացել են գան հասնեն ստեղ։ Իսկ հիմա ինչքան էլ մենք հիանանք Կյուրասաուի թմով, ինչքան էլ մեր դուրը գա Կաբո Վերդեն ինչ է անում, ինչ էլ մենք խոսանք Սաուդյան Արաբիայի մասին կամ չգիտեմ Թունիսի մասին, հասկանում ենք, չէ՞ որ դա թյուրիմացություն է։
ոչ թե աշխարհի առաջնություն։ Իսկ հիմա Ինֆանտինոն ասում է նրա մասին, որ մենք մտածում ենք, որ 64 թիմի 200 թիմը բեր խաղացրա։ Բիզնեսը ոչնչացնում է ֆուտբոլը։ Բիզնեսը ամեն օր ոչնչացնում է ֆուտբոլը։ Այստեղ է ռոմանտիկան կորել։ Ռոմանտիկան կորել է ազգային առաջնություններում առաջի հերթին։ Մենք ունեինք 90-ականների միջև սկիզբը, մենք ունեինք ազգային առաջնություններ, Անգլիայի առաջնություն, Իտալիայի առաջնություն, Գերմանիայի, ու ամեն մեկը իր առանձնահատուկ տարբերվող էին ոչ միայն իրենց մշակույթով, ֆուտբոլասերի երկրպագուի ամեն ինչով, ֆուտբոլի մոտիցումով, ֆուտբոլային փիլիսոփայությամբ, իրանք ուրիշ էին։ Դու Անգլիայի առաջնությունների նայում, որտեղ պայքարեր ամեն քառակուսի մետրի վրա, որտեղ անպայման եզրային ուժեղ ֆուտբոլիստներ պիտի մեջտեղում երկու հարձակվող, մեկը ուժեղ, մեկը մի քիչ ավելի փոքր, այդ ֆուտբոլներ, Գերմանիան ինտենսիվ բան, Կատենաչոն, իտալական, իսպանական այդ ֆիերյան շատ փոխանցումներով բան, ու ամեն մի առաջնությունը ու դու տեսնում ես ազգային առաջնություն, դու տեսնում ես Անգլիայում անգլիացիներն էին խաղում, իռլանդացիները, շոտլանդացիները, Գերմանիայում մեծ մասը գերմանացիներն էին, իսկ հիմա ես օրինակ եմ Լիվերպուլ ակումբի ֆուտբոլ երկրպագու եմ 94 թվականից, բայց ես այսօր ոչ թե ֆուտբոլային ակումբի, ես բրենդի դարել եմ երկրպագու, ինչի, որտեվ չի մնացել Լիվերպուլից ոչ մի բան։ Դուրս է գալիս Լիվերպուլ ակումբը խաղալու, բրենդը խաղալու, Manchester United բրենդի դեմ։ Ինչի, որովհետև Լիվերպուլի կազմում ոչ մի անգլիացի չկա։ Էլ չասենք Լիվերպուլի բնակիչ։ Հիմա վերջինը Կյորտիս Ջոնսը, որը կարող է գնա Ինտեր։ Նույնը Սիթին է, նույնը Անգլիայում դա շատ ավելի է երևում, ինչի, որտեվ ամենահարուստ լիգան է, բոլորին առնում են, սերուցքը բերում են այնտեղ ու փչացնում են ֆուտբոլը։ Բայց Բարսելոնան օրինակ տարբերվում է, որտեղ իրենց աճեցրած մեր որոնք տարբերվում են։ Իսպանիան այդքան հարուստ չէ, նայ, Անգլիայի առաջնությունում այն թիմերը, որոնք լքում են Պրեմիեր լիգան, ավելի շատ գումար են վաստակում, քան Լա լիգայի չեմպիոնը։ Տարբերությունը ահավոր է։ Դրա համար Իսպանիայում փորձում են ու ստիպված են իրենց սաներին պահեն, լավագույն ինչ որ այդ ձևով աշխատեն, դրա համար են բացի Ռեալից։ Տեսնում ենք, որ Ռեալն էլ է դարել բրենդ։ Դե Գալակտիկոս ծրագիրն է, այո, Բարսան այդքան գումար չունի, դրա համար կարողանում է Լամեսյան աշխատում է։ Եվ մենք այստեղ ենք ռոմանտիկան կորցրել։ Ու ազգային հավաքականներն էլ են։ Հիմա նայ, եթե մենք առաջ նայում էինք աշխարհի չեմպիոնատը կամ Եվրոպայի առաջնությունը, չէ, որը ավելի դժվար է դառնալ Եվրոպայի չեմպիոն ավելի դժվար է դառնալ, քան աշխարհի չեմպիոն այսօրվա դրությամբ։ Երբ որ մենք առաջ նայում ենք, լավագույն մարզիչները հավաքականի մարզիչներն էին, աշխարհի լավագույն մարզիչները։ Նորամուծությունները բոլորը գալիս էին հավաքականներից։ Total ֆուտբոլը սկզբից Միխելսը բերեց Հոլանդիայի հավաքական, հետո նոր գնաց չեմպիոնատներով թիմերը սկսեցին ուրիշ մարզիչները սկսեցին դա վերցնել, կիրառել։ Իսկ հիմա հակառակն է։ Հիմա օրինակ Մարտինեսի նման ոչնչությունը, որը ոչ Էվերտոնի հետ ոչ մի բան չկարողացավ անել։ Հետո իրանք չգիտեմ թե ինչու տվեցին Բելգիայի ոսկե սերունդը, որը ուղղակի էլի ոչ մի բանի չկարողացավ ասնել։ Ինչի, որտեվ ինքը ոչ մի բան է որպես մարզիչ։ Սաութգեյթը, որը ոչ մի բան է որպես մարզիչ։ Անգլիա հավաքական ես աղոթում եմ մենակ թե Անգլիան ոչ մի բան չկարողանա կարի այդ ֆուտբոլով չեմպիոն չդառնա, որտեվ դա թուրիմացություն է։ Ոնց կարելի է Բոբի Ռոբսոնի Անգլիայի հավաքականը 90 թվականի ու Սաութգեյթը չգիտեմ ինչը։ Այսօր չկան, փառք Աստծո, այսօր կա Նիգելսմանը, կա Տուխելը, կա Անչելոտին, որը իր վերջի երկն է երևի երգում Բրազիլիայի հավաքականի հետ, բայց լավագույն մարզիչները մենք տեսնում ենք, Պեպ Գվարդիոլան որտեղ է, ակումբներում, Յուրգեն Կլոպը որտեղ է, ակումբներում է, ու տենց մենք կարող ենք նոր սերունդն էլ կա, նոր սերունդի մարզիչների սովորում են նաև Պեպի ֆուտբոլի վրա եւ բոլորը ակումբներում են, չկա այսօր մարզիչ, որը իսկապես նորամուծություն կմտցնի աշխարհի առաջնությունը, որը կվերցնի թիմը ու կբերի։ Այստեղ ռոմանտիկան կորել է։ Բիզնես եւ նորից բիզնես, այդ ամենավատը։ Այդ է սպանում ֆուտբոլը։ Տեսեք, սերոբ, կանդրադառնանք նաև կետերով ինչի մասին դուք խոսեցիք։
UEFA-ն եւ FIFA-ն ասում է դե ֆուտբոլը հավասարվում է, այսինքն համահավասարություն կա։ Հավաքականները, որոնք նախկինում ենթադրենք 3 տասնամյակ առաջ top հավաքականներին պարտվում էին բավական խոշոր հաշիվներով, հիմա հավասարը հավասարին կռիվ են տալիս խաղադաշտում։ Եվրոպայում դա բավական ակնհայտ է, որովհետեւ նույնիսկ փոքր ֆուտբոլային առումով փոքր երկրները ճակատի պայքարում են խոշոր երկրների հետ, ֆուտբոլային առումով խոշոր երկրների հետ։ Եվ յուրաքանչյուր մենք հասկանում ենք, որ Եվրոպայի առաջնությունը բավական հավասարվել է եւ դուք էլ դրա մասին նշեցիք, Եվրոպայի առաջնությունը գրեթե այդպես ավելի դիտարժան է, ավելի ուժեղ է, քան աշխարհի առաջնությունը, եթե այդպես։ Միշտ էլ տենց է եղել։ Դա կապ չունի այսօրվա հավասարացման հետ։ Աշխարհի առաջնությունում միշտ Եվրոպայից ավելի շատ թիմեր մասնակցում։ Աշխարհի առաջնությունում հաղթել են միայն եվրոպական եւ հարավամերիկյան թիմերը։ Ուրիշ թիմ շանս չունի հաղթելու, ոչ էլ այսօր, այն որ ասում են Աֆրիկան երբեք։ Մոտակա ժամանակի մասին կարանք մոռանանք, որ աֆրիկյան ինչ-որ մի թիմ կամ ասիական ինչ-որ մի թիմ դառնալու է չեմպիոն։ Մոռացանք դրա մասին, դառնալու է կամ եվրոպական թիմ, կամ հարավամերիկյան թիմ։ Վստահ եմ։ Նույնիսկ Մարոկոն, այն թիմերը, որ Մարոկոին եւ մնացած լավ թիմերին, որոնք կարող են ինչ-որ մի պայծառ մի քանի խաղ ցույց տան, բայց իրանք չեն կարող դառնալ չեմպիոն ոչ աշխարհի, դե առավել եւս Եվրոպա։ Աֆրիկայում, пожалуйста, Մարոկոն կարա Սենեգալին հաղթի կաբինետում, որովհետեւ սենց որոշեցին կամ մի բան, դա հնարավոր է։ Չի կարա ուրիշ բան լինի ու դա պատմությունը մեզ ցույց է տալիս։ Միայն եվրոպական թիմերն են եղել աշխարհի չեմպիոն եւ հարավամերիկյան։ Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան, 3 թիմ այնտեղից եւ 5 թիմ ստեղից։ Ճիշտ է, 8 թիմ ա եղել աշխարհի չեմպիոն։ Եվրոպայի չեմպիոն դառնալը ավելի դժվար է, որովհետեւ Եվրոպայում ավելի շատ են ուժեղ թիմերը։ Միշտ էլ տենց ա եղել։ Միշտ 16 թիմանոց առաջնությունը Եվրոպայի, այդ 16 թիմը ուժեղագույն թիմերն են եղել։ Պարզա որ ընդեղել են մի 3-4 թիմ առանձնահատուկ են Անգլիա հավաքականը, Գերմանիա հավաքականը, Ֆրանսիա հավաքականը, Իսպանիա հավաքականը, իրանք առանձնահատուկ են։ Նիդերլանդները ինչու՞ չէ։ Նիդերլանդները ժամանակին հիմա այդքան չէ, բայց բաներ։ Ավելի ուժեղ առաջնություն է իր թիմերի մակարդակի հաշվին։ Այդ ճշմարտությունը դրանց ոչ մի մրցակցությունը ավելի բարձր է, դրա համար դժվար է ավելի հաղթել։ Չկա Եվրոպայի չեմպիոնատի ժամանակ, այսօրվա նման, որ դու նայում ես, այն ռուսերն ասում են պրախադնի իգրը, այդ sense անցողի խաղեր գոյություն չունեն, էլի։ Ամեն խաղը շատ դժվար է։ Ու ես տեսնենք, որ Ալբանիան ինչպես է պայքարում top հավաքական։ Ընդհանրապես ցանկացած եվրոպական թիմ, որտեղ արդեն շատ ֆուտբոլիստները խաղում են top-ակում, top չեմպիոնատներում եւ այլն։ Ստեղ ուրիշ հարցն է, ստեղ էլ ես շատ ուրախ եմ, որ Չիֆերինը այդ Ինֆանտինոին կարողանում է ինչ-որ ձև չթողնել Եվրոպա մտնի։ UEFA-ն օրինակ հիմա հայտարարել է, որ Եվրոպայում չի լինելու այդ բաների ընդմիջումները, ջրային ընդմիջումները։ Գիտես չէ, Fox-ը օրինակի համար, Fox TV-ն, որը աշխարհի առաջնությունը ցուցադրում է Ամերիկայում, միայն այդ ահռելի գումար է վճարում գովազդան։ 250 միլիոն դոլար փող է աշխատելու միայն այդ պաուզայի համար։ Այստեղ գովազդ է։ Էտա Դե դա ամերիկյան մարզաձևերին բնորոշ է։ Ընդհանրապես Ինֆանտինոն ուզում է, էլի ասելա, չէ՞ որ 60 քանի թիմ ենք ուզում անենք, չգիտեմ ինչ։ Եվրոպան կարողանում է դեռ պահի, ու ասել են, որ չի լինելու UEFA-ի հովանոտակ մրցաշարեր, չի լինելու է այդ բանը։ Հատուկ են դեպքերում, եթե արտակարգ իրավիճակ դեպքում է, եթե 60 աստիճան է, պարզա որ պետք է, բայց 25 աստիճանի ժամանակ, ինչ եք դուք այդ ջրային պաուզան անում, պարզա որ գումար աշխատելու համար։ Ու դա օրինակ համար Յուրգեն Կլոպը շատ կտրուկ դեմ արտահայտվել դրան։ Ասում է, ֆուտբոլը պետք է գետի նման հոսի։ Ջրի նման պիտի գտնա, ոչ թե կանգնացնես մեջտեղում, 3 րոպեանոց ընդմիջում անես, դառել է բասկետբոլի նման։ 4 խաղակես, որից 2 խաղակեսի այդ արանքը մեծ ընդմիջումը եւ արանքները 4 քառորդ ենք ստացել, պրոստը մի քիչ ավելի երկար։ Չեմ ընդունում, չեմ անցալում այդ ռոմանտիզմի մասին եթե մենք խոսում ենք, այստեղ է կորը։ Ֆուտբոլային հավաքականների մակարդակում այդ ֆուտբոլային համահավասարեցումը ամեն դեպքում մենք կհիշենք, դուք կհիշեք, որ դեռևս 20-րդ դարում նույնիսկ 90-ականներին, երբ որ հետնապահ համարվող որևէ հավաքական
կարողանում էր միավոր կորզել top հավաքականից, ոչ ոքի խաղալ, նույնիսկ երբեմն հաղթել, դա մի նոնսենս էր այդ առաջնությունում, մի սենսացիա էր, որը ամբողջ առաջնության մասին խոսվում էր, նույնիսկ դրանից հետո ես հիշում եմ 90 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում էր Իտալիայում, բացման խաղը այդ պահի դրությամբ Արգենտինայի չեմպիոնը Արգենտինան էր, Մարադոնայով եւ այլ, բացման խաղում Արգենտինան պարտվեց Կամերունին եւ մինչեւ հիմա մենք դա հիշում ենք, որովհետեւ այդ առաջնության սենսացիան էր։ Հիմա սենսացիաները շատ են, top հավաքականները շատ են սայթակում։ Այո, կան նաև խոշոր հաշիվներով հաղթանակներ, բայց կտեսնենք, որ լինում են play-off-ում են լինում սենսացիաներ, երբ որ outsider-ը հաղթում է նույնիսկ 11 մետրանոցներով, մի կերպ ձգում է 11 մետրանոցներով հաղթում է ակնհայտ ֆավորիտին։ Մենք նույնիսկ նախորդ Կատարում անցկացված առաջնությունում տեսանք, թե ինչպես Խորվատիան հաղթարեց Բրազիլիայի այսպես դիմակայությունը ամբողջ խաղ Բրազիլիան գրոհում էր, մի գոլը ի վերջո խփեց ավտոբուս կայանած Խորվատիան վերջի վարկյաններին պատասխանեց եղել է, բայց այդպիսի քանակությամբ չէր, ինչպես հիմա։ Դե որտեվ ավելի շատ խաղ են խաղում, 104 խաղ է լինելու աշխարհի առաջնությունում, 104։ Պարզա չէ, որ այդ սայթակումները հնարավոր են, պարզա չէ, որ ուժեղ թիմերը լինում է, որ չեն գնահատում, թերագնահատում են դիմացի թիմին, բայց եթե դու հիշես, օրինակ նույն 90 թվականի, չէ, որ թիվներ, թե 82-ի Իտալիայում չէ դարավ չեմպիոն աշխարհի, 82-ում, եթե չեմ սխալվում, Իտալիան դուրս եկավ իր խմբից ընդամենը 3 միավորով, 3 ոչ ոքի խաղաց, դե յուրահատուկ ձևաչափ է, ինչ-որ գնդակների բանով դուրս եկավ եւ դարավ աշխարհի չեմպիոն։ Միշտ եղել են տենց բաներ, Ֆրանսիա-Սենեգալ խաղը, Ֆրանսիան աշխարհի չեմպիոն, Սենեգալի հետ խաղում է, պարտվում է եւ ընդհանրապես խմբից դուրս չի գալիս։ Այդ 98 թիվներ դեռս ամեն ինչի չկար, բայց արդեն 32 թիմանոց առաջնությունն է։ 2002 թվականն նկատի ունեք, 98-ի Ֆրանսիան, այո, չեմպիոնը 2002-ին պարտվում է Սենեգալը։ Դա յուրահատուկ այսպես Հիմա եթե մենք վերցնում ենք այսօրվա դրությամբ, ինչ եղավ։ Կյուրասաուն խաղաց ոչ ոքի, Կաբո Վերդեն խաղաց ոչ ոքի, ու մենք դա համարում ենք որպես սենսացիա։ Մի խաղում ցանկացած թիմ կարող է հավաքվել եւ իր խաղի կյանքի խաղը ցույց տալ։ Դա ոչ մի բան չի փոխել։ Ոչ մի բան, ես նորից եմ ասում, մենք գալու ենք հասնենք, հա Իսլանդիայի նման թիմը, որը եկավ Անգլիային հաղթեց Եվրոպայի առաջնության 1/8, չէ, եթե չեմ սխալվում, անցավ եւ այլն, դա օքեյ, սենսացիա էր, կարա տենց բան լինի, բայց Իսլանդիայի մեծ մասը խաղացողները որտեղ էր խաղում այդ ժամանակ։ Պետք է դրա մասին չմոռանալ։ Բայց top աստղեր չէին ակնել։ Top աստղեր չէին, բայց խաղում էին։ Ինչպես Կատարի առաջնությունը Մարոկոն հաղթեց Իսպանիային։ Իսկ Մարոկոյի հավաքականում մենք ինչքան աստղ ունենք այսօր, որոնք խաղում են Եվրոպայի լավագույն թիմերում, կան չէ, նույնը Եգիպտոսը, երկու հարձակվող ունեն, որոնք խաղում են Պրեմիեր լիգայում, որից մեկը ընդհանրապես ինչքան ռեկորդ կա խփեց Պրեմիեր լիգայի, եւ Եգիպտոսը առաջի անգամ իր պատմության մեջ աշխարհի դա միշտ լինելու է։ Միշտ աութսայդերները ինչ որ ձև անդերդոգերը ինչ որ ձև կարող է միտեղ միավոր տանեն, բայց եթե մենք վերցնենք այս առաջնությունը, Կյուրասաուն ոչ ոքի, ճիշտ է, Կաբո Վերդե ոչ ոքի, բացի դրանից, ել ինչ ենք ստացել։ Ստացել ենք նույն Կյուրասաուն 7-1 Գերմանիայի հետ, Թունիսը, որին պրոստը որով անցնում են ոչ էլ նկատում են կան իրանք թե չկան, Ուզբեկիստանը, որոնց չեն նկատում ընդհանրապես եւ այլն։ Սերոբ հավաքականների եւ ակումբային ֆուտբոլի տարբերությունը ակնհայտ այդ անդունդը այդ ֆուտբոլի միջև էլ գնալով խորանում է, դա մենք նկատում ենք նաև վերջին տարիներին, դե դա այդտեղ իհարկե օբյեկտիվ պատճառներ կան, որտեղ դե հավաքականում ֆուտբոլիստները նախ գալիս են տարբեր ֆուտբոլ դավանող ակումբներից, մի ակումբը հարձակողական ֆուտբոլ է դավանում, մեկը ոչ այնքան պրագմատիկ եւ այլն, գալիս են, հետո խաղացվածության խնդիր կա իրանց միջև, դե միշտ եղել է դա, բայց ամեն դեպքում վերջին տարիներին դե մենք տեսնում ենք, որ հավաքականների այդ հավաքները շատ կարճատև են, նույնիսկ այս աշխարհի առաջնությունից առաջ, դե ակումբային մրցաշրջանը նոր ավարտվեց, արդեն մեծ հոգնածությամբ գալիս են մեկ շաբաթում հավաքվում են ու գնում են Հյուսիսային Ամերիկա։ Մենք դա տեսնում ենք եւ տեսնում ենք, որ նաեւ top հավաքականները կարծես այսպես թափ են հավաքում հենց առաջնության ընթացքում։
գուցե 1-2 ընկերական նախապատրաստական խաղ անցկացրել են, բայց հիմա իրենց նույնիսկ որոշների համար խմբային փուլը, այսպես կարծես այդ նախապատրաստական փուլը լինի play-off-ի համար։ Ֆուտբոլը ակումբային եւ հավաքականների ակնհայտ այսպես տարբերությունը մեծանում է, գնալով մեծանում է։ Դու նշեցիր, որ ակումբներում են լավագույն այն գաղափար բերող մարզիչները։ Ցավոք սրտի հավաքականներում այդպես չէ, կամ հավաքականները երբեմն նաև դառնում են այսպես թոշակառու, թոշակի գնացող մարզիչների ինչ-որ աշխատատեղ։ Ինձ թվում է, որ Չնայած Տուխելի Նագելսմանին այդպես չես անվանի, բայց Անչելոտին կարաս տենց համարես։ Ինձ թվում է, որ ինչ որ ժամանակ կգա, երբ Պեպ Գվարդիոլան կգնա մի հատ հավաքական կմարզի։ Միգուցե Յուրգեն Կլոպը վերջի շրջանի լավագույն մարզիչները, բայց նա օրինակ համար Սեր Ալեքս Ֆերգյուսոնը, որը ես համարում եմ լավագույն մարզիչն է ընդհանրապես վերջի դարաշրջանի վերջի 50 տարվա Լիվերպուլի երկրպագու լինելով, ես դա ասում եմ ու անհերքելի բան է դա։ Մի մարդ, որը երկար տարիներ լինելով մարզիչ, քանի թիմ ստեղծեց, տարբեր, չգնաց հավաքական։ Իսկ ինքը լավագույնն է։ Ու հնարավոր է, չէ՞ որ նույն Պեպ Գվարդիոլան, որը լավագույններից երկրորդն է երևի կամ երրորդը, որտեղ երկրորդ թիմ համար Յուրգեն Կլոպն է, իրանք էլ չեն գնում հավաքական։ Միգուցե մի օր իրան գնան։ Միգուցե։ Ես հուսով եմ, որ իրանք կգնան եւ կարող է ինչ-որ մի բան փոխվի։ Բայց այսօր այդ անդունդը իսկապես մեծանում է։ Ու մեծանում է ոչ միայն նրան պատճառով, որ հավաքականներում իրան գալիս են, այնտեղ մի քիչ ուրիշ է, տարբեր թիմերից են գալիս, իրան գալիս են հոգնած։ Տանջված են գալիս հավաքական։ Նոր գաղափարներ հավաքականների ֆուտբոլում շատ չեմ ասում ընդհանրապես, մինչև նորից լավագույն մարզիչները չգան հավաքականներ։ Չի լինելու դա։ Մենք հիմա խոսում ենք ֆուտբոլիստների հոգնածության մասին։ Դե պատկերացրեք, լավագույն թիմերը իր առաջնությունում խաղում են մոտավորապես 38 խաղ։ Դե գավաթային մրցաշարեր ունեն։ Եթե հասնում են միջև եզրափակիչ գավաթում եւս մի 10 խաղ, լիգայի գավաթ եւս մի 8 խաղ, եվրոգավաթները ու գալիս է մի թիվ է կանգնում, երբ որ դու հասկանում ես այդ տղաները վերջո մարդ են, չէ, ռոբոտ չեն։ Ու հետո գալիս է բացի դրանից հավաքականների կազմում են խաղում։ Տարբեր մրցաշար, քիչ էր ընտրական այդ բանը, մրցաշրջանը, մի հատ էլ մցրեցին ինչ որ բաներ, ազգերի լիգա, հիմա մի հատ էլ ինչ որ բան են ուզում հնարեն եւ այլն։ Ու գալիս է աշխարհի առաջնությունը, ու մենք տեսնում ենք գեր հոգնած ֆուտբոլիստներին, գեր հոգնած, որոնք դու լրիվ ճիշտ ես ընդամենը ունեն ավարտվեց առաջնությունը 10 օր, չգիտեմ հանգստացել են թե ոչ, չեն հանգստացել, միանգամից գնացել են հավաքականների այդ ճամբարը, այնտեղ ինչ որ ձև մի թեթև սկսել են վերականգնողական պատրաստվելը ու սկսվում է առաջնությունը, որտեղ 104 խաղ է լինելու։ Ոնց ենք մենք ուզում, որ մենք ստանանք լավագույն հետաքրքիր ֆուտբոլ։ Անհնար է ուղղակի։ Եվ այն թիմը, որը կհասնի եզրափակիչ 7-8 խաղ է անցկացնելու նվազագույնն է։ Եթե իհարկե այդպես այն 1/32 այդ անցումային play-off չեն գնի։ Ամեն դեպքում մենք ֆիքսում ենք, որ հավաքականների, այսպես որոնք որ 20-րդ դարում գաղափար բերող ֆուտբոլին գաղափար բերող հավաքականները այդպեսին այլևս չեն եւ այդ ֆուտբոլը այդպեսին չի ցավոք սրտի։ Հիմա մենք տեսնում ենք նաեւ այս աշխարհի առաջնության ժամանակ դե հավաքականներ կան, որոնք որ տարբեր տիպի ֆուտբոլ են դավանում եւ որոշների իհարկե աչքի են ընկնում, նամանավանդ եթե ունեն արդեն այսպես ասած կորիս իրենց խաղացված կորիս, մի քանի ֆուտբոլիստ, որոնք որ կամ մի ակումբ են ներկայացնում կամ նույնիսկ երկար ժամանակ միմյանց հետ խաղացել են, օրինակ Իսպանիայի հավաքականն է այդպեսին, բրազիլիացիներին այդպեսին չես անվանի, բայց արգենտինացիներին կարող ես, որտեվ երկար ժամանակ այդ կորիզը պահպանվում է այնտեղ։ Ես լուրջ ոչ մի խաղ առաջի րոպեից մինչև վերջի րոպե չեմ դիտել։ Ու ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նայելու եմ 1/16-ից մոտավորապես երևի, ու այն էլ բոլոր խաղերը չէ։ Եթե օրինակի համար վերցնենք, որ Կոնգոն անցնելու է ու Կոնգոն խաղալու է, չգիտեմ, ում հետ թողելնի Էկվադորի հետ, ինչ որ մի, ես չեմ նայելու այդ խաղը, ինձ հետաքրքիր չի դա։
1-16-ում տան։ Ինձ հետաքրքիր է, որ իսկապես ուժեղ թիմեր իր դեմ խաղան, բայց եթե մենք այսօր նայենք, որ թիմերն են աչքի ընկնում, դա մարզչական թիմերն են։ Դա Գերմանիայի հավաքականն է։ Երևում է, չէ՞, որ ամեն ինչ տեղը տեղին է այդ համում։ Դա Անգլիայի հավաքականն է։ Ինչքան էլ ասեն Գանայի հետ խաղը տեն չստացվեց, որովհետև Գանան շատ լավ ֆուտբոլ խաղաց պաշտպանողական, չթողեց Անգլիան խաղ, բայց Անգլիան էլ իր երթին ոչ մի բան չթողեց Գանային անել։ Իսպանացիները 11 մետրանոցը պետք է որ լիներ։ Իսպանացիները, արգենտինացիները, Նիդերլանդները այդպեսին չեն ձեզ համար։ Նիդերլանդները այդպեսին չեն։ Ու Ճապոնիայի հետ խաղը դա ցույց տվեց։ Շվեդիան ուղղակի ակնհայտ թույլ այսօրվա դրությամբ ու թույլ տվեց Հոլանդիան իր լավագույն կողմերը ցույց տալ։ Ինձ թվում է այս թիմերն են մարզչական տեսակետից, որ Ֆրանսիացիներին չնշեցիք, այդպեսին չեն, գերհզոր կազմ ունեն։ Հետո Ֆրանսիան ունի, նայեք, այսօրվա ֆուտբոլը ցույց է տալիս մի բան։ Եթե դու Մեսին չես, իսկապես դա տենց է։ Եթե դու Մեսին չես, դու թվում պետք է ունենաս ֆուտբոլիստ, որը չի պաշտպանվում։ Իսկ Մբապեն օրինակի համար շատերն են ինձ մեղադրում, որ ես ինչ որ Մբապեյա բան ունեմ ֆոբիան։ Չէ, ուղղակի ես ակնհայտ ու դա ստատիստիկան է ասում դրա մասին։ Մբապեն top 5 չեմպիոնատներում ամենակիչ պաշտպանողական գործողություն կատարող ֆուտբոլիստն է։ Այդ դրա համար PSG-ն Մբապեը ոչ մի բանի չի ասում։ Բայց կարող է մարզիչը այդպեսի հրահանգավորում իրեն չի տալիս, ազատություն է տալիս։ Հիմա մենք տեսնում ենք այդ խնդիրը ու ես վստահեցնում եմ։ Ֆուտբոլիստ ես կանի, սպասի, գուցե հակագրող լինի։ Իմ կարծիքով Քեյնը ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Մբապեն։ Իմ կարծիքով։ Դե Քեյնը որտեվ շատ սքիլեր ունի, այնպես չի որ ու Քեյնը սկսում է Երեգվայի եթե խաղը Գանայի հետ խաղը եթե նայենք, տեսեք քանի անգամ է Քեյնը վերադարձել հետ Գանայի հետ խաղում, կնդակ վերցել, տարել առաջ, պաշտպանվել եւ այլն։ Նույն Մեսին իր գրողները, որտեղ ինքը վերջի խաղում 2 դուբլ ձևակերպեց, ինքն է սկսել կենտրոնում դաշտի։ Ու եթե այսօրվա ֆուտբոլում դու ունես խաղացող, որը չվերադառնում պաշտպանություն, 10 հոգով ես խաղում փաստացի պաշտպանությունում, դու շանս չունես հաղթելու։ Ու դա ցույց տվեց օրինակի համար PSG-ն ազատվեց Մբապեից եւ նայեք ինչ թիմ դառավ։ PSG-ում չկա որևէ մեկը, նույնիսկ Դեմբելեն, որը ոսկե գնդակի դափնեկիր է, բայց տենց է։ Որը ծուլանում, որ չվերադառնա։ Դուք պատկերացնում եք Պեպ Գվարդիոլայի թիմում, բացի Մեսիից, որ որևէ մեկը չվերադառնա հետ։ Յուրգեն Կլոպի թիմում նույնիսկ եթե դու Սալահ ես, դու չվերադառնաս հետ։ Բացառված է դա, որտեվ դու շանս չունես հաղթելու։ Այսօրվա այդ թիմերը, որի ես ասեցի, դա Անգլիան է, դա Գերմանիան է։ Այդ իմ կարծիքն է, նայեք, ինքը շատ սուբյեկտիվ է։ Պորտուգալիան չեք նշում։ Պորտուգալիան չի կարա հաղթի երբեք, որտեվ Մարտինեսի նման ասում են, ոչնչություն է իրանց մարզում։ Բացառված է դա։ Ուզբեկիստանը 5-0 նորմալ է, բայց ասենք դրանից առաջ ձախողվել էին Կաբո Վերդեի հետ, հա, եթե չեմ սխալվում, թե ում հետ էին խաղում են։ Դաժե բան։ Կոնգոյի։ Հա, Կոնգոյի հետ։ Դա Կաբո Վերդեն կպել է արդեն փոք չի գալիս։ Ու չեն կարողանալու իրանք շատ անցնեն։ Ուղղակի ինչքան էլ անհատապես իրանք ուժեղ չլին, մարզիչը որոշում է, մենք դրա մասին կյանքում չեն կարա մոռանանք։ Չկա մարզիչ, ամենալավ ֆուտբոլիստներին հավաքի, իրանք ֆուտբոլ ցույց չեն տա այն ֆուտբոլը հաղթական, որը դու ուզում ես, չի ստացվի։ Դա չի ստացվում։ Սերոբ եւ վերջին շատ կարևորագույն թեման, կարևորագույն հարցը ինչ է տալիս համաշխարհային ֆուտբոլին այժմ Հյուսիսային Ամերիկայում աշխարհի առաջնության անցկացումը։ Կան մարդիկ, կան մասնագետներ, որոնք եթե նույնիսկ ի սկզբանե երբ որ ընտրվեց Հյուսիսային Ամերիկան, դե Միացյալ Նահանգները, դե նաև կիսեցին որոշ չափի Մեքսիկայի եւ Կանադայի հետ, բայց դե առաջնության գերակշիռ մասը Միացյալ Նահանգներում հաշվենք, որ ընդունող կողմ Միացյալ Նահանգները։ Ինչ է տալիս համաշխարհային ֆուտբոլին Միացյալ Նահանգներում անցկացումը, կրկնվում եմ, շատ մարդիկ, որոնք ի սկզբանե քննադատում էին FIFA-ին, բայց հիմա հակառակն են, ասում են, գիտեք, մենք տեսանք նաև Միացյալ Նահանգներում անցկացված աշխարհի առաջնությունը 94 թվականին եւ այդտեղ շատ նորամուծություններ կային։ Այստեղ էլ կարծես նորամուծություններ բերվում են եւ
իսկապես նաև նայում ենք ստադիոնները, լավագույն ստադիոններն են կառուցված, օգտագործվում են 94 թվականին կային, որ այսպես ամերիկյան ֆուտբոլի որոշակի արենաներ էին օգտագործվում, այսպես վերապրոֆիլավորվել են։ Հիմա այդպես չէ, հետո ամբողջ ստադիոնները, բոլոր տրիբունաները մինչև վերջի նստատեղը կարծես լցված են, այսինքն այդ ֆուտբոլային բանը մենք այդ տպավորությունը այդտեղից ստանում ենք, ինչը չենք ստանում օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված առաջնությունում, որոշ չափի նաև Ասիայում անցկացված այդ Կորեա, Ճապոնիա եւ այլն։ Նաև գուցե եւ Քաթարում դա չենք տեսնում, բայց հիմա Միացյալ Նահանգներում տեսնում ենք ինչպիսի մեծ հոս կա դեպի ստադիոններ, ընդ որում ոչ միայն հավաքականների հենց երկրպագուններն են տարբեր երկրներից, այլ նաև հենց ամերիկացիները տվյալ քաղաքների բնակչությունն է այնտեղ ներկա։ Սա մի գործոն, պլյուս դրան դե ֆինանսի մասին դուք խոսեցիք, բայց այդ ֆինանսն էլ որոշակի նորամուծություններ է բերում, այո, գուցե բացասական կողմն է այդ ջրային դադարները եւ այլն, դե ամերիկյան ի վերջո բանն է, բայց ամերիկյան նաեւ մարզական միջոցառումների հերարցակման այդ մշակույթը ամենաբարձր լեվելն է ամբողջ աշխարհում։ Եվ իրենք դա մի ի վերջո որպես մեծ շոու են ներկայացնում։ Հիմա այս աշխարհի առաջությունը մեծ շոու է աշխարհով մեկ եւ դա ամերիկյան ձեռամբ է արվում։ Իսկ ինչ նորամուծությունների մասին ենք մենք խոսում։ Ես ուզում եմ իմանամ, փոփոխություններ օրենքներում, կանոններում ֆուտբոլային։ Դե տեխնոլոգիաներ են նոր օգտագործվում, տեխնոլոգիաներ են նոր օգտագործվում։ Օրինակ համար Իսպանիայի առաջնությունը, երբ որ մենք դիտում ենք, տեխնոլոգիաների տեսակետից երևի համար մեկն է։ Ֆուտբոլը ցուցադրելու ամենաբարձր մակարդակը Անգլիայում է։ Ոչ մեկ դա չի կարող։ Ֆուտբոլը, եթե դու նայում ես, Անգլիայից ավելի լավ ռեժիսորներ չեն աշխատում եւ օպերատորներ։ Տեխնոլոգիայի տեսակետից ասում, ես Իսպանիայից ու նույն ձև իրանց ռեժիսորները, օպերատորները ֆանտաստիկ են աշխատում, պլյուս այդ մենք տեխնոլոգիաները տենում ենք, չէ՞, դաշտում որ մասնա ոնց է կառուցվում, այդ գծերն են անում, Ամերիկան տես բան չի անում։ Օրինակի համար Գերմանիան ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տալիս, շատ լավ է ցույց տալիս։ Ես ինչ որ տեխնոլոգիական նորամուծություններ Ամերիկայում չեմ տեսնում։ Ամերիկան իհարկե շատ լավ է սպորտը ցույց տալիս։ Այնտեղ ոչ միայն ֆուտբոլը, մենք տեսնում ենք յուրաքանչյուր խաղից խմբային փուլի, յուրաքանչյուր խաղից առաջ այսպես մի համերգային շոու է այնտեղ։ Ամերիկյան ոչն է դա։ Ինչ վերաբերվում է շոուին, ամերիկացիները դա կարողանում են անել ամենաբարձր մակարդակի վրա։ Բոլորից լավ։ Շատ լավ։ Շատ լավ, երևի բոլորից լավ։ Իրանք ունեն Սուպեր Բոուլի օրինակի համար այդ մշակույթը, որը դառնում է, գիտեք չէ, որ Սուպեր Բոուլի ժամանակ այդ մեր հեռուստադիտողներին, մեր ծրագիրը նայողներին ասենք, որ Սուպեր Բոուլը դա ամերիկյան ֆուտբոլի բանը, եզրափակիչն է։ Մարդիկ Ամերիկայի տարբեր ծայրերից գալիս են, հասնում են ստադիոն, չունենալով տոմս ու շանս չունենալով ստադիոն բարձրանալու եւ նայել տրիբունաներից, բայց ուղակի կողքը գտնվելու այդ մարզադաշտի իրանց ավտոյի մեջից կամ ինչ որ մի տեղից նայել, բայց կողքը գտնել այդ ձայնը լսելու, այդ արդեն համարվում է մեծ ուրախություն եւ շքեղություն։ Իրանց մոտ այդ մշակույթը շատ լավ է զարգացած։ Իհարկե իրանք անցկացնում են ֆենոմենալ շոուներ, համերգներ եւ այլն, ու այդ Ամերիկայում արեցին, իրանք ցույց տվեցին ոնց է դա արվում։ Բայց ֆուտբոլի տեսակետից դե շատ նորմալ ցույց են տալիս, այո, բայց ես չէի ասի, որ նրանք Անգլիայից կամ Իսպանիայից ավելի լավ են մեզ ֆուտբոլը ցույց տալիս։ Ու չեն էլ կարա, որտեվ եթե սենց ասեմ, եթե այնտեղ չլինեն մասնագետներ այդ առաջնություններից ռեժիսորները եւ պրոդյուսերները, ամերիկացիները չեն կարա տենց լավ ֆուտբոլը ցույց տան, ոնց որ իրանք ցույց կտան հոկեյը, բասկետբոլը, բեյսբոլը, ամերիկյան ֆուտբոլը եւ այլն։ Նորամուծություն չեմ տեսնում տեխնոլոգիական անկեղծ։ Միգուցե լավ չեմ նայում 1.16-ին ավելի հետաքրքիր, ավելի ուշադիր կնայեմ մի բան կտենամ, բայց միջև այսօր չեմ տեսել։ Փոփոխությունները կանոններում հետաքրքիր են, որոնք արագացնում են խաղը, ու այդ ֆուտբոլը սպանում էր, այդի շատ լավ է, որ կարողացա FIFA-ն մտցնել այդ արագ գնդակը խաղի մեջ մտցնելը եւ այլն, դա շատ արագացնում խաղը, հետաքրքիր է։ Վառի արագ դիտարկումը, վառի արագ դիտարկումը, այդքան որ չեն թողնում ամեն մի, ասենք ճկուտի վրա կանգնեց ճանճը միանգամից դուրս է գալիս բժշկական բրիգադան, որ տեսնա ինչ եղավ այդ ճանճի հետ եւ ճկուտի հետ, այդ ամեն ինչը դուրս է գալիս։ Այդ արագացնում է ֆուտբոլը, որ հետաքրքիր է, որտեվ շատ ենք մենք խոսացել դրա մասին ու մասնագետներն են ասում, որ
խաղի ընթացքում գնդակը դաշտի մեջ է ընդամենը ասենք մի 40%-ը 45, մնացած ժամանակ ֆուտբոլ չի։ Այդ արագացնելը խաղը շատ լավն է։ Դրա մասին կարելի է խոսել գովալ։ Բայց ընդհանուրապես ես չեմ տեսնում ինչ-որ sense։ Մի ենթահարց, յուրաքանչյուր աշխարհի առաջության ժամանակ հաշվարկում կամ կարծիքներ են արտահայտում, թե որքանով էր սա լավ դրա նախորդից կամ նախորդներից։ Այս պարագայում այս առաջնությունը դե պարզ է դեռ ընթացքի մեջ է, այդպես վերջնական դուք կարծիք չեք կարող արտահայտել, բայց կամ կազմել, բայց մենք տեսնում ենք նաև այս շոուի տեխնոլոգիաների օգտագործման, կանոններին որոշակի փոփոխությունների, դիտարժանության առումով ավելի լավ աշխարհի առաջություն, քան նախորդը, օրինակ Քաթարում անցկացված կամ դրանից ավելի նախորդը։ Ես ասեմ, իմ հետաքրքրությունը հանդեպ աշխարհի առաջնություն, Եվրոպա առաջնություն ընկել է ահագին։ Էլ եմ ասում, որտեղ թիմերի քանակը շատ են, ակումբային ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, ու շատ ժամանակ դու նայում ես այս խաղերը ու հասկանում ես, որ նույն օրինակի համար Բարսան, այս Արգենտինայի թիմին, Արգենտինայի ավագականին 10 խաղից 9-ում կհաղթի։ Ես էլ եմ այդպիսի օրինակ բերում, ասում եմ Aston Villa-ն, այսինքն այդ Անգլիայի թոփերից չէ, Aston Villa-ն իր խաղով պրագմատիկ եւ այլն։ Գերակշիռ մասին Գերմանիայի ավագականին, ասենք 8 խաղ կհաղթի։ Դրա համար որակը անգելա ընդհանուր հավաքականների ու տենց մեծ հաճույքով չես նայում։ Դրա համար եմ ասում 1-16-ից մոտավորապես կսկսեմ նայել, որտեվ դա է հետաքրքրությունը ավելանում է։ Ու ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան տենց կտրուկ փոխվել է։ Իմ համար երևի ամենահզոր առաջնությունը, վերջի աշխարհի առաջնությունը, որից որ ես կատարյալ հաճույք եմ ստացել 2002 թվականի աշխարհի առաջնությունն էր։ Կորեա, Ճապոնիա, այդտեղ անցկացված։ Որտեղ կապ չունի որտեղ էր անցկացվել, թիմերի մակարդակի մասին եմ ասում։ Եթե մենք վերցնում ենք այն Բրազիլիայի ավագականը, որտեղ արձակողական գծում խաղում են Ռոնալդինյո, Ռիվալդո, Ռոնալդոն, Զուբաստիկի մասին է խոսքը։ Անգլիա ավագականն ենք նայում Ջերարդ Սկոլս, Լեմպարդ, Օուեն, Հեսկի, Իտալիա ավագականը ու սենց նայում ես ինչ ֆուտբոլիստներ են խաղում, ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են այդ ժամանակ խաղում ու ինքը առաջնությունը արդեն այդ 32 թիմը շատ էր իմ կարծիքով, բայց գոնե այդ բանը կար։ Գուցե այդ թոփերի առումով, բայց շատ են քննադատում այդ առաջնությունը, դե ի վերջո այնտեղ երկու Կորեայի խնդիրը կար այնտեղ։ Մենք այնտեղ ունենք Կորեայի խնդիր եւ դա որոնք անցան Իսպանիային որոշակի խնդիրներով, շատ են խոսում Իսպանիային այդ բան է, բայց վառը եթե լիներ, եթե վառը լիներ այդ ժամանակ։ Վառը հիմա էլ կա, օրինակի համար Գանա Անգլիա խաղի ժամանակ ոնց չեն նշանակում 11 մետրանոց Անգլիայի բանին, դարպասին։ Մբապեի դեմ առաջի խաղում 11 մետրանոցի իմ կարծիքով ակնհայտ են, վառը նայումը չի նշանակում։ Ես չեմ հասկանում ոնց է դա աշխատում։ Ու շատ երկրպագուներ չեն աշխատում, չեն հասկանում դրա մեթոդաբանությունը ոնց են որոշում 11 մետրանոցը թե չէ, ձեռով խաղը թե չէ։ Միշտ դա փոխվում է, չգիտեմ ուր են գալու, ընդհանրապես վառը լավ բան էր։ Օրինակի համար հիանալի բան է, որ գոլը թե ոչ որոշվում է տեխնիկայով։ Մենք շատ լավ ենք, չէ՞, հիշում Անգլիա-Գերմանիա խաղը, երբ որ Լեմպարդը խփում է, գնդակը 1.5 մետր մտնում է դարպասի մեջ, դուրս է թռնում, գոլը չեն արձանագրում։ Այնպեսի պտույտ էր, որ դուրս է թռնում ու չեն արձանագրում այդ գոլը։ Ու հետո կարար հաշվը դառնար 2-2, իսկ հետո դառավ 4-4 եւ Անգլիա-գերմանցիները երկու հատեր խփեն, իսկ խաղը փոխվում էր ու Անգլիան իսկապես շատ լավ։ Հիմա դա արձանագրվում է ավտոմատապես, всё, մենք տեսանք, всё, գոլ է։ Դա շատ լավ է։ Բայց վառի միջամտությունը շատ ժամանակ ուղղակի էլի սպանում է ֆուտբոլը։ Այստեղ մի ենթահարց, այո, մենք դարձյալ խոսում ենք մարդկային գործոնի մասին, որը նաև վառ համակարգ ստեղծվել է կարծես այդ մարդկային գործոնների ռիսկը փոքր-ինչ նվազեցնելու, բայց դարձյալ որոշակի ռիսկ մի բան էլ գուցե ինքն է ավելացրել կամ չի ավելացրել։ Նշում են, որ այո, այդ համակարգերը որ կան, նաև օֆսայդի, այսպես նշման, արդեն այդ տեխնոլոգիան օգտագործվում է, այդպես վառ պետք չի նայել, միանգամից ասում է օֆսայդը կա, թե չէ, ուսը առաջ
չէ թե ոչ, այսինքն Բայց դա կա ուրիշ պատմություն, passive offside-ը թե ոչ։ Դե էդ էլ կա իր հերթին, բայց երևի հիմա եթե վառ համակարգը, դե ապագա ենք նայում տեխնոլոգիական ապագան, եթե վառ համակարգը կառավարի եւ որոշումները ընդունի արհեստական բանականությունը, օրինակ, որը չափազանց այսպես օբյեկտիվ կլինի, կարծես թե։ Այսինքն չի նայի որ թիմն է եւ այլն, ինչ որ այդպիսի հարցեր արդեն այնտեղ չեն։ Դու օգտվում ես, չէ՞, բանականությունով արհեստական։ Որոշ չափի, այո։ Այնտեղ գրածա, չէ՞։ Արհեստական բանականությունը կարող է սխալվել։ Այսօր գրվում է դա, իսկապես ինքը սխալվում է։ Ես շատ եմ հարցումներ տվել ու ակնհայտ սխալ եմ ստացել։ Ուղղել եմ, էլի սխալ եմ ստացել։ Դե մակարդակը նայած տվյալ արհեստական բանականությունը դա գործիք է։ Ինքը չի կարա լինել պանացեա ամեն ինչից։ Բացառ դա գործիք է, մարդը պիտի այդ գործիքը ճիշտ օգտագործի։ Այդքան բան։ Ես չգիտեմ, նայեք, այդ գոլ մտավ դուրս եկավ, offside-ը ակնհայտ էր երևում է, ոչ ակնհայտը, ինչքան եղել է, չէ՞, որ Հենրիխ Մխիթարյանի գոլը հիշում ենք, չէ՞, որ ոտի բութմատով են offside-ը հաշվել, աբսուրդ է, էլի, դա էլ է աբսուրդ։ Մենք աբսուրդի ենք հասցրել ինչ-որ բաներ արդեն, որ մի ժամ ֆուտբոլի խաղը դադարեցվում է, որ իրանք նայեն այդ բոթի գիծը ոնց են մի քանի սանտիմետրի միլիմետրի հարցեր են սկսում լուծել եւ այլն, ինչ որ բաներ գալիս է հասնում աբսուրդի։ Կա բաներ, որը իսկապես պետք է նայել։ Ես օրինակ համար կարմիր քարտերը կնայեի, իհարկե, որ տալիս է, ասենք, ոտը պոկում է։ Ու երևում է, որ ստե ակնհայտ կարմիր քարտ կար։ Այդի կարելի է իմ կարծիքն եմ ասում, բայց ես ընդհանրապես երկրպագու եմ։ Խանգարում է ինձ վառը այսօր, շատ է խանգարում։ Չես հասկանում գոլը խփել են թե չեն խփել։ Մի ժամ նստած ասում ես մի հատ խփող ֆուտբոլիստները գնում են տոնում են եւ այլն, մի տես բոլոր երկրպագուներով, մեկ էլ կարծես մի 5 րոպե հետո ասում են հաջող։ Ու էլի ակնհայտ པարզ չէ։ Սրա համար ինչի սենց, չկա կոնկրետ բան։ Նայ, օրինակ համար թենիսում, մեծ թենիսում, ինչ լավ է, չէ՞, որ օգտագործվում է այդ գնդակը դաշտի մեջ է, թե դաշտից դուրս է։ Շատ կոնկրետ սենսորներով եւ այլն։ Այո, մենք ստացանք մեծ խթան խաղի։ Վոլեյբոլում էր նույն բանը։ Իսկ ֆուտբոլը մի քիչ ուրիշ օրգանիզմ է, ինձ թվում է, մի քիչ ուրիշ մոտեցումներ է պետք։ Վառը շատ լավ է, բայց ճիշտ բանը օգտագործելու համար, ասում եմ, այդ ինչ որ գծերի հետ է կապված, շատ աշխատող ու կայֆ համակարգեր են, ինձ դզում է, բայց մնացածը տենց։ Անցա երկրպագուի լեզվին դզում է, կայֆ է եւ Սերեփ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրում եք ֆուտբոլի մասին, միշտ պատրաստ եմ խոսել, բայց որպես երկրպագու, որովհետեւ ոչ էքսպերտ եմ, ոչ փորձագետ եմ, ոչ էլ մասնագետ եմ, ընդհանրապես երկրպագու եմ, որը այդ խաղը սիրում է եւ գիտի մի բան, որ այդ խաղը կյանքեր է փոխում։ Ու մի հատ էլ շատ կարեւոր բան, մենք հիմա ուզում ենք, որ անպայման մնա, որ չկտրեք այդ բանը։ Նայեք, շատերը իրենց հիմա այս առաջնությունը նայում են, տեսնում են ոնց է Մեսսին խաղում, հիանալի ֆուտբոլ է ցույց տալիս, Ռոնալդոն, Մբապեն, ESN-ն, բայց մեր երիտասարդների համար, մեր ջահելության համար, երեխաների համար, ովքեր որ ֆուտբոլ են մտնում ընդհանրապես կուրկ պետք չի ման գալ, դա ճիշտ չէ, բայց եթե օրինակ եք ման գալիս, դուք այդ օրինակ ունեք ձեր երկրում, դա Հենրիխ Մխիթարյանն է, նայեք իրեն, նայեք մի տղային, որը Փյունիկում սկսել էր կարիերան, հասել է ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային, top առաջնության չեմպիոն է Իտալիայի, գավաթներ է վերցրել եվրոպական, հավաքականում իր հետքն է թողել, բարձր ինտելեկտ ունեցող մի մարդ, 7 լեզվով խոսացող, հայրենասեր, իսկական մեր երկրի զավակ։ Այ ինքը պետք է լինի ձեզ համար օրինակ։ Կուրկ մի դարձեք, բայց որպես օրինակ խնդրում եմ բոլոր մեր երիտասարդներին, ինքը պետք է լինի ձեզ համար օրինակը, ոչ Մեսսին, ոչ առավել եւս Մբապեն եւ մնացածները։ Ֆուտբոլային առումով իհարկե Մեսսին այսօր կամ Ռոնալդոն իրանք շատ բարձր մակարդակի վրա են, բայց Հենրիխ Մխիթարյանը ցույց տվեց, որ ոնց կարա հասարակ
երեխան, տղան Երևանից Փյունիկում մարզվելով գա հասնի ամենաբարձր մակարդակին։ Այդ օրինակը վերցրեք եւ շարժվեք առաջ։ Շնորհակալ եմ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր լրագրող Սերոբ Օհանյանը։ Սա Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Առայժմ։